Արմատցիների սարքած ռոբոտը հատել է օվկիանոսն ու փորձել ուժերը Միացյալ Նահանգներում անցկացվող միջազգային մրցույթում։ Ռոբոտաշինության հեղինակավոր մրցույթներից մեկին First Robotics-ին առաջին անգամ մասնակցում են Գեղարքունիքի, Տավուշի և Շիրակի մարզերի արմատ ճարտարագիտական աշխատանոցների սաները։ Հպարտությունը հուզմունքը իրար էր խառնվել, երբ մենք այս հարթակում հնչեցրինք մեր հայկական օրհներգը, որովհետև առաջին թիմն ենք, որ մասնակցում ենք այս մրցույթին, ու նպատակ ունենք հետագայում մեր թիմակիցներին նույնպես ոգևորել, որպեսզի Հայաստանից նոր թիմեր ձևավորվեն եւ մասնակցեն հետագա մրցույթներին։ Քիչ անց մեր ռոբոտը իր հնարավորությունները կներկայացնի միջազգային ժյուրիին։ Արմատցիները վերջին շտկումներն են անում։ Առաջին փուլում 15 վայրկյանի ընթացքում ռոբոտը աշխատում է լրիվ ինքնավար, իսկ դրանից հետո երբ ազդանշանը կհնչի, սաները սկսում են ռոբոտը հեռակառավարման միջոցով աշխատացնել։ Մեր սուղ հնարավորությունների պայմանում ստեղծեցինք մի բան, որը կարող է մրցակցել եւ առաջատար տեղ զբաղեցնել այս մրցույթում։ Երեխաները շատ խանդավառված են, արդեն մեկ խաղ հաղթել ենք, հիմա սպասում ենք մյուս խաղերին։ Իրար դեմ մրցող ռոբոտները կատարում են տարբեր առաջադրանքներ, հարվածում են գնդակներին, առարկաներ տեղադրում նախապես որոշված վայրերում։ Մյուս ռոբոտները նրանք բոլորը միանման լուծումներ են։ Մերը լրիվ տարբերվող է իր լրիվ կոնստրուկցիայով։ Armatronics թիմը բաղկացած է Հայաստանի եւ Լոս Անջելեսի Վան Նայսի շրջանի ավագ դպրոցների հայ աշակերտներից։ Մրցույթին մեր երիտասարդների մասնակցությունը հնարավոր է դարձել թիմի գլխավոր մենթոր Արնո Բաբայեքյանի ջանքերով։ Շատ դարիներու ընթացքում ուզած եմ աս երազը իրականացնել եւ առաջին անգամ լալով Հայաստանին եկան եւ շատ հբարդ եմ, որ այսօր լավ աշխատին։ First Robotics-ը մեկ հարկի տակ է հավաքել 14-ից 18 տարեկան ավագ դպրոցների աշակերտների զարգացնելու թիմային կարողությունները, ոգեշնչելու, լինել գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտների առաջատարներ։ First Robotics պրոգրամը շատ տարբեր մասեր ունի manufacturing, engineering, coding, ունի electronics, design։ Արմատցիներն անցել են եզրափակիչ եւ հայրենիք են վերադառնում նոր հմտություններով փոխանցելու իրենց ընկերներին միջազգային մրցույթին մասնակցելու առաջին հաջողված փորձը։ Բրիր Մկրտչյան, Հակոբ Փափազյան, լուրեր։